Ծնողական 3 մոտեցում, որ առաջին հայացքից թվում է դրական եւ օգտակար երեխաների համար, բայց իրականում խորքի մեջ վնասում է երեխաներին։ Առաջինը դա չափազանցված գովեստն է։ Երբ ծնողը ամեն փոքր բանի համար իր երեխային այսպես գովում է, հասցնում ամպերին, երեխայի մոտ վախեր են առաջանում։ Վախեր հանկարծ սխալվելու, հանկարծ ինչ-որ բան ոչ այնպես անելու։ Ինչ է տեղի ունենում։ Երբ երեխան ստանում է բարձր գնահատական մի թեստից, ծնողը սկսում է նրան ասել, «Օ դու ամենախելացին ես, ամենալավն ես, ես գիտեի, որ դու միշտ այսքան խելացի ես, այսքան լավն ես ու չգիտեմ, դասանում ես ամենալավը, իմ ճանաչած ամենախելացի երեխան ես», երեխայի մոտ սկսել են վախեր առաջանալ ծնողի այս սպասելիքը չիրականացնելու։ Եվ ինչ է տեղի ունենում, նրանք դադարում են փորձել նոր բաներ, դադարում են իրենց դնել այնպես իրավիճակների մեջ, որոնք հնարավոր է, որ պատվով ճակերտավոր ասված դուրս չգան, այսինքն սխալվեն ընթացքում, ինչ-որ սայթակեն եւ դադարում են ընդհանրապես իրենց կյանքում նոր հետաքրքրությունների, նոր գործողությունների եւ նոր իրավիճակների մեջ դնել իրենց։ Երկրորդը դա երեխայի ներկայությամբ երբեք ոչ մի կոնֆլիկտի մեջ չմտնելու ձգտում է։ Իհարկե, կարևոր է, որ երեխան մեծանա խաղաղ միջավայրում, հանգիստ միջավայրում, որտեղ կտեսնի փոխադարձ հարգանք եւ սեր, բայց եկեք լինենք իրատես ու իրականությունը նկատենք։ Իրական կյանքում չեն լինում դեպքեր, երբ մշտապես ամեն ինչ բոլորի սրտով է։ Լինում են կոնֆլիկտներ, լինում են վեճեր, խնդիրներ, եւ շատ կարեւոր է, որ երեխան տեսնի, թե ինչպես են այդ կոնֆլիկտները լուծվում, ոչ թե թաքցվում են այդ կոնֆլիկտները կամ ձևացվում են, որ չկա որևէ կոնֆլիկտ, այլ իրականում ինչպես են երկու հասուն մարդիկ նստում իրար հետ եւ որևէ խնդրի շուրջ խոսում։ Ինչպես է մարդ արտահայտում իր անհամաձայնությունը տվյալ իրավիճակին կամ տվյալ արարքին։ Սա կարևոր հմտություն է, որոնք երեխաները պետք է սովորեն, որպեսզի կարողանան իրենց կյանքում նույնպես ճիշտ ձևով մոտենան իրավիճակներին, առանց մարդկանց վիրավորելու, նեղացնելու, կարողանան արտահայտել իրենց կարծիքը եւ մոտեցումը։ Եվ երրորդը, մշտապես ամեն ինչի մեջ դրականը տեսնելը։ Ու դա երեխային փոխանցելը։ Իհարկե կարևոր է, անչափ կարևոր է, որպեսզի մարդ իրավիճակներում դրականը նկատի։ Սակայն, երբ դա վերածվում է թունավոր ինչ-որ իրավիճակի, երբ ցանկացած իրավիճակում դուք փորձում եք միայն դրականը տեսնել ու կենտրոնանալ դրա վրա, դա կարող է երեխային թույլ չտալ ամբողջ իրականությունը իր ամբողջության մեջ տեսնել։ Օրինակ, երբ երեխան ցածր գնահատական է ստացել եւ իրեն վատ է զգում, կարիք չկա նրան անընդհատ կենտրոնացնել, որ տես դու այսքան գործ ես արել, իհարկե դա էլ է մասը, սակայն տեսնել սեփական սխալները, հասկանալ դրանք եւ փորձել ուղղել ավելի լավ, ավելի ճիշտ մոտեցում է, քան փորձել իրավիճակը շրջել այնպես, որ դու ամեն ինչ արել էիր, բոլորը քեզնից կախված ամեն ինչ արել էիր, սակայն իրավիճակները այնպես դասավորվեցին, որ չստացվեց։ Իհարկե, այդպիսի դեպքեր նույնպես լինում են, երբ երեխան իրենից կախված ամեն ինչ արել է, պատրաստվել է, սակայն իրավիճակն այնպես է ստացվել, որ նա չի ստացել այն գնահատականը կամ այն պատասխանը, որին սպասվում էր։ Լինում են այդպիսի դեպքեր, սակայն մշտապես կենտրոնանալ ուրիշների արած սխալների վրա եւ երեխայի թերացումները ու թերությունները անտեսել, իրականում մեծ վնաս է հասցնում հենց ձեր երեխային, որովհետեւ երեխան դադարում է պատասխանատվություն զգալ իր արարքների, գործերի եւ իր ստացած արդյունքների համար ամեն ինչում ուրիշներին մեղադրելու, այսպես ասած, լուծմամբ։ Հուսամ օգտակար եղավ եւ շնորհակալություն դիտման համար։